Նատալի Ալեքսանյանը գրում է. այս լուսանկարում ջազային երգչուհի Մարիամ Միրաբովան է, որը 1980 թվականից հեռացել է Հայաստանից և ապրում է Մոսկվայում։ Պատկերացրեք, 46 տարի նա չի ապրում Հայաստանում, բայց միևնույն ժամանակ կեղծորեն կոկորդիլոսի արցունքներ է թափում Ռուսաստանի հեռուստաէկրաններին։ 35 տարվա ընթացքում նա ոչ մի բարեգործական համերգ չի տվել Ղարաբաղում, բայց անընդհատ ինչ-որ բան է խոսում ղարաբաղցիների մասին։ Այսպիսի կեղծավորություն ես երբեք չեմ տեսել։ Սուտասան, զզվելի կին, որը Մոսկվայի հայերին խաբում էր իր ամուսնու Արմեն Միրաբովի հանդեպ իբր մեծ սիրո մասին, իսկ իրականում սարսափելի քայլ է կատարել։ 2019 թվականի օգոստոսի 15-ին մահացել է նրա ամուսինը, Արմենը, և մահվան հենց առաջին օրը նա կանչել է իր տնօրեն Մարինեին ու խնդրել Սվերբանկում հաշիվ բացել և սկսել դրամահավաք։ Կարող եք պատկերացնել, թե ինչպես է մեծ հոնորարներով երգչուհին խնայում ամուսնու հուղարկավորության ծախսած գումարը և ինչպես է որոշել բիշկի վրա գումար աշխատել։ Նրա տնօրեն Մարինան պատմել է, որ Միրաբովան ամուսնու հուղարկավորության համար հավաքել է ավելի քան $100,000 և լավ գումար է աշխատել։ Եվ ահա այսպիսի անբարոյական հրեշը նստած քննադատում է Նիկոլ Փաշինյանին։ Մարիամ Միրաբովան իսկական ցիգան է առանց հայրենիքի, և նա իրավունք չունի հայրենիքի մասին որևէ բան խոսելու։ Փակիր բերանդ, գող, դու գումար ես աշխատել քո ամուսնու դագաղի հաշվին։